Իրական առաջընթացը գալիս է ներքին համոզմունքից ու հետևողականությունից, անձնական աճի մասին գրականությունն այդ աշխատանքն է սովորեցնում, ինչպես ձևակերպել նպատակը, պահել ուղղությունը եւ ճիշտ ճանապարհով հասնել հաջողության։ Մարքեթինգի փորձագետ գրքերի հեղինակ Գոր Կարապետյանն օգնում է սահմանել հստակ նպատակներ եւ իրագործել դրանք։ Հաջողության հասնելու համար, հատկապես Հայաստանում, պետք է ընդամենը 41 բան։ Առաջինը նպատակասլացությունն է, մյուս 40-ը արդեն էական չեն։ Այսինքն պետք է նպատակասլացություն, հետևողականություն, որը քեզ օգնում է, որ դու հասնես A-կետից B-կետ։ Ինձ համար շատերի ձախողման փորձը եղել է շատ լավ դասագիրք։ Երկրորդը փորձով գիտեմ, որ ես եմ կիսվում իմ ձախողումների ու դրանցից քաղած դասերի մասին, ոչ բոլորին, բայց շատերին եւս օգնում է։ Հետևաբար դա նոր բան չենք հորինում, իրոք այլոց ձախողումներից քաղած դասերը կրճատում են հնարավորությունը քո իսկ ձախողման։ Դրա համար դա շատ լավ կարելի ասել մեթոդ է, բայց այստեղ պետք չէ գնալ չափազանցությունների հետևից, որովհետև միշտ չէ որ մեկի անձնական օրինակը շատ ուղիղ պրոյեկտելի է ուրիշի կյանքի վրա։ Այստեղ պետք է քննական մտածողությամբ նայես, ինչը կարելի է կիրառել, ինչը ոչ, ցանկացած մեկի կյանքում կա ձախողում, սա կարելի է վերածել, փոխակերպել դասի ու քայլել առաջ։ Անձնական պատասխանատվությունն ու փոփոխությունները սկսվում են այն պահից, երբ մարդը դադարում է սպասել արտաքին բարենպաստ պայմանների եւ ընտրում է գործել ինքնուրույն։ Գոր Կարապետյանը հաջողության թաքնված կողմը եւ պրոակտիվ առաջնորդը հեղինակային գրքերով ցույց է տալիս, թե ինչպես կարող են մարդիկ ոգեշնչել իրենց ու շրջապատին, միավորել գաղափարները, փոխակերպել փորձը եւ հասնել ամենակարևոր կետին, որտեղից պարզապես հետընթաց չկա։ Այդ կետը գիտակցման սահմանն է, երբ նպատակը վերածվում է գործողության։ Առաջին երկու գրքերը շատ օրգանիկ կերպով կապված են միմյանց հետ։ Առաջին գիրքը ավելի ցածր տարիք ունեցող երիտասարդների համար, երկրորդ գիրքը ավելի կայացած։ Առաջին գիրքը խոսում է անձնային աճի, մասնագիտական կողմնորոշման, նպատակադրման եւ այլ հարակից թեմաների մասին, կայանալու մասին։ Իսկ երկրորդ գիրքը կայացնելու մասին է, ուրիշներին օգնել եւ առաջնորդել, որպեսզի կայանա։ Մարդիկ բաժանում են երկու խմբի, մարդիկ, ովքեր տալիս, երբ որ կիսվում են, էներգիա են սպառում, եւ մարդիկ, ովքեր տալիս, ստանում են։ Ես երկրորդ խմբի մեջ եմ, ու դրանով է պայմանավորված իմ դասախոսական գործունեությունը, այսինքն իմ ակտիվ շփումները ուսանողության հետ, ակադեմիական եւ ոչ ակադեմիական շրջանակներում, որովհետեւ դա իսկապես էներգիա է տալիս ինձ, ոգևորում է ինձ եւ նաեւ օգնում է մնալ երիտասարդ։ Ինչպես կառուցել անձնական բրենդ եւ այն վերածել բիզնես ազդեցության։ Այս թեման է ընդգրկում Գոր Կարապետյանի հաջորդ գիրքը։ Գիրքը շատ պրակտիկ է, բայց սկսում է որոշակի փիլիսոփայությամբ, այնպիսի հարցերով, ինչպիսին են ով եմ ես, որովհետեւ անձնային բրենդի մասին երբ որ խոսում ենք, շատ հստակ պետք է ունենանք այս հարցի պատասխանը ձևակերպված, նույնիսկ որպես տեքստ, որը կարելի է հրապարակել ու դրա հիման վրա կառուցել արդեն դիրքավորման ռազմավարությունը։ Ինչ մեթոդներով, գործիքներով փորձել երկխոսել, ինչպես կառուցել երկարատև հարաբերություններ, ինչպես պարզ սառը կոնտակտը փոխակերպել տաք փոխհարաբերության, կենթանի շփման։ Անձնային աճի թեման շարունակում է մնալ ժամանակակից մարդու ամենաարդիական եւ պահանջված ուղղություններից մեկը, քանի որ փոփոխվող աշխարհում կայունություն է ապահովում ոչ թե արտաքին միջավայրը, այլ սեփական մտածողության, արժեքների եւ գործողությունների վրա հիմնված աշխատանքը։